Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր դեկտեմբերի 2-ն է, մի փոքր ուշ եմ կանում այսօրվա մեր հաղորդումը, քանի որ գտնվում էի Թբիլիսիում, գործեր կային, եղբորս հետ կապված չէ, ինչ այլ շատերն են գրում, հետաքրքրվում եղբորս առողջության վերաբերյալ, ասեմ, որ համեմատաբար իրավիճակը իր մոտ կայուն է, համեմատելի չէ 2 ամիս առաջ իրավիճակի հետ, այսինքն կյանքին այս պահի դրությամբ վտանգ Փառք Աստծո չի սպառնում, բայց շատ երկար ապացնման process է նրա մոտ, այսինքն ուզում եմ ասել, որ Թբիլիսիում էինք, դրա համար մի փոքր ուշ ենք պատրաստվում այսօրվա հաղորդումը ու քանի որ շատ կարևոր հարցեր կան խոսելու, քննարկելու, դրա համար որոշեցի հոգնած, բայց նույն ժամանակ անպայման պատրաստել այս հաղորդումը։ Շատ կարևոր հարցերի շարքում Հայաստան Եվրամիություն ստորագրած փաստաթուղթն է ռազմավարական գործընկերության մասին, փաստացի Հայաստան Եվրամիություն գործընկերությունը հասնում է ռազմավարական արդեն մակարդակի, ինչը բնականաբար շատ լավ է։ Նույնիսկ գնահատանքի խոսքեր չեմ գտնում ասելու, թե որքանով լավ է այդ ամենը, բայց նույն ժամանակ քիչ առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարություններով է հանդես եկել եւ փաստացի սպառնացել է Եվրամիությանը պատերազմով։ Այդ հարցին եւս կանդրադառնանք, կփորձենք հասկանալ, անպայման կրկնեմ մի փոքր ներողամիտ գտնվեք, քանի որ երբ որ մարդը հոգնած է, կարող է բաց թողնել կարևոր ինչ որ մտքեր, իրադարձություններ։ Նաեւ այսօր հրապարակվել են փաստաթղթերը, ինչպես եւ խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, թե ինչ է բանակցվել 1999 թվականին, ինչ է բանակցվել հետո նաեւ Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, անկեղծ ասած չեմ կարողացել մանրամասն ծանոթանալ, ուղղակի մի քանի տողով տեղեկացել եմ եւ առաջին տպավորությունս այն է, դե հիմնականում մենք գիտենք, որ 99 թվականին ցանկանում էին հայկական տարածքներից մի մասը տալ Սյունիքից ինչ որ մաս ճանապարհ Ադրբեջանի համար դեպի Նախիջևան, որպեսզի դրա դիմացը ստանային Արցախից ինչ որ մի մաս։ Հիմնականում դա է, ինչպես նաև Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, որտեղ որ փաստացի հայտ է գալիս, որ հայկական կողմը իրոք պատրաստ էր զիջել տարածքներ, տարածքային զիջումների գնալ Արցախի հաշվին, միայն թե լուծվեր Արցախի խնդիրը։ Այսինքն այնպես չէ, որ իրենք հիմա գոռում են, որ իրենք ոչինչ չէին պատրաստվում զիջել ուրիշներին հողատու են անվանում, բայց փաստացի այդ նամակներով հստակ պարզվում է, որ իրենք էլ էին պատրաստ զիջումների գնալ եւ այդ բանակցությունները բավականին երկար ժամանակ է վարում էին թե ռուսների հետ, թե Մինսկի խմբում, ինչ այլոց ես կարծում եմ, որ հիմա երբ որ փակվեց Մինսկի խումբը, հենց դա եղավ պատճառը, որ այդ փաստաթղթերը հրապարակվեցին, որպեսզի այնպես չստացվի, որ այդ փաստաթղթերը չպետք է հրապարակեին, բայց Հայաստանը հրապարակեց այդ փաստաթղթերը։ Հիմա սկսենք եւ խոսենք կոնկրետ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից եւ հետաքրքիր նաեւ մեկ տեղեկություն էլ կա, որ մայիսի 5-ին 2026 թվականին արդեն գագաթնաժողով, առաջին գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում Եվրամիության եւ Հայաստանի միջև, որին որ կմասնակցեն Անտոնիո Կոշտան, ինչպես նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, շատ բարձր ներկայություն կլինի փաստացի այդ գագաթնաժողովին, ինչը մեկ անգամ եւս նշանակում է, թե ինչ մեծ եւ լուրջ աստիճանի են հասնում Հայաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները, ինչ վերաբերվում է այն փաստաթղթին, որով որ ռազմավարական հարաբերությունների օրակարգ է հաստատվում Եվրամիության եւ Հայաստանի միջև, երևի հաղորդագրությունը տեսակ եւ Մարտակոսի հայտարարությունը տեսակ հանդիպումները Արարատ Միրզոյանի հետ, Մարտակոսը հանձնակատարն է ընդլայնման հարցերով Եվրամիության կայակալասը, Եվրամիության կարելի ասել արտգործ նախարարն է, շատ բարձր պաշտոններ եւ հայտարարություններ հնչեցին, որով որ մենք հասկանում ենք, թե ինչքան լուրջ է տրամադրված Եվրամիությունը նախ էներգետիկ հարցով, որպեսզի Հայաստանը կարողանա կամաց-կամաց ազատվել Ռուսաստանի ազդեցությունից, նաեւ
էներգետիկ առումով այդ մասով նաև Թուրքիայի հետ բանակցություններ են ընթանում, Վրաստանի հետ կարևոր բանակցություններ են ընթանում։ Դրանից բացի խոսում է կոնկրետ հիբրիդային պատերազմի մասին ընտրություններից ընդառաջ եւ դրա համար 15 միլիոն եվրո է Եվրամիությունը հատկացնում Հայաստանին։ Դրանից բացի հայտարարության համաձայն Մարտակոսի այդ փաստաթուղթը ներառում է նաև Հայաստանի տնտեսական զարգացումը, ինստիտուտների ամրապնդումը ևս շատ կարևոր է, պետական ինստիտուտների մասին է խոսքը, որպեսզի ավելի լավ աշխատեն հայկական պետական ինստիտուտները, դրա մասին շատ եմ խոսել, եթե նկատել եք, ուշադրություն եք դարձրել, ես միշտ մեր հաղորդումների ընթացքում դրա մասին խոսում եմ, այսինքն Վրաստանում շատ մեծ աշխատանք էր ընթացել այդ առումով տարիների ընթացքում եւ հիմա նույնը փաստացի տեղի է ունենում նաև Հայաստանում, նույնն է տեղի ունեցել նաև Մոլդովայում, Ուկրաինայում, բայց ես կարծում եմ նույնիսկ համոզված եմ, որ Հայաստանում ավելի լավ այդ process-ները շատ ավելի արագ եւ արդյունավետ առաջ կընթանան։ Միանշանակ համոզված եմ սիրելի հայրենակիցներ։ Եվ այդ 12 միլիոն եվրոյի հատկացումը հիբրիդային պատերազմների մասով, ինչալից ես երևի 15 ասեցի, բայց իրականում 12 միլիոն եվրո է հատկացվելու Հայաստանին հիբրիդային պատերազմների դեմ, որը որ մղում է նաև այդ թվում Ռուսաստանի կողմից, այդպիսի հայտարարություն էլ եղավ եվրոպական հանձնակատարի կողմից եւ միանգամից իրար անցան ռուսական լրատվամիջոցները, սկսեցին գրել, թե ինչի է Եվրամիությունը, ինչու համար է փոխհատկացնում Հայաստանին, իրան խառնվեցին։ Դե բնականաբար պետք է որ Ռուսաստանում իրար անցնեն, քանի որ հստակ շեշտվում է, պարզ հասկացել են, թե ինչ է տեղի ունեցել Մոլդովայում, դա էլ շեշտվում է, որ Մոլդովայի փորձը, դարափորձը տեղի չունենա Հայաստանում, ինչպես որ Ռուսաստանը օրինակի համար միջամտեց Մոլդովայի ընտրություններին, հիմա չմիջամտի նաև Հայաստանում տեղի ունեցող ընտրություն, չնայած որ արդեն սկսել միջամտել, ինչ թաքցնեմ ինձանից լավ դուք գիտեք, նաև ռուսներին իրոք չի կարող չմտահոգել այն հարցը, որ հիմա հայկական էլեկտրական ցանցերը նաև միացվելու են թուրքականի հետ, հիմա այստեղ էլ ասելու են, որ տեսակ ինչի համար Սամվել Կարապետյանից վերցրեցին էլեկտրական ցանցերը, որպեսզի միացնեն թուրքերի հետ, բայց դա եթե անկեղծ լինենք, բավականին մեծ գլոբալ գործընթաց է, էներգետիկ անվտանգություն, երբ որ մենք ասում ենք եւ էներգետիկ դիվերսիֆիկացիա, դա նշանակում է, որ տարածաշրջանը ինքնուրույն պետք է դառնա այդ հարցում, դրա համար նաև Վրաստանն է հիշատակվում այս process-ի մեջ եւ ոչ միայն Թուրքիան եւ այդ առումով 500 միլիոն եվրոյի ներդրում է իրականացնելու Եվրամիությունը Հայաստանում։ Պատկերացնում եք 500 միլիոն եվրոյի ներդրում կոնկրետ էներգետիկ համակարգի մեջ, ես կարծում եմ դա ահռելի մեծ գումար է եւ ցույց է տալիս, թե որքան լուրջ է տրամադրված Եվրամիությունը։ Անկասկած չի էլ սպասում, որ նման փաստաթուղթ ստորագրվի Եվրամիության հետ եւ նման մեծ ներդրումներ անեն Եվրամիության պաշտոնյաները, այսինքն հայտարարություն արվի նման մեծ ներդրումների։ Սա նշանակում է մեկ բան, որ Եվրամիությունը լուրջ ձևով շրջվում է դեպի հարավային Կովկաս եւ պատահական չէ դրա համար երեկվա Հաջիևի հայտարարությունը Եվրամիության հետ կապված Եվրամիության դարպասներ ծրագրի շրջանակներում իրենք էլ տեսնում եւ հասկանում են, որ Եվրամիությունը սկսում է ավելի լուրջ մտնել տարածաշրջան։ Վերջին օրերին ես խոսում եի այն մասին, թե Եվրամիությունը փոքր պասիվացել է այդ հարցում եւ նկատվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվությունը, իսկ այսօրվա այս հանդիպումները հայկական իշխանության հետ, Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ հստակ փոխեցին իմ պատկերացումը, երևի գաղտնիության մեջ էր պահվում այս հանդիպման բովանդակությունը եւ հիմա մենք արդեն ունենք շատ կարևոր ստորագրված փաստաթուղթ ռազմավարական գործընկերության մասին, դա մեկ քայլ առաջ է համապարփակ այդ գործընկերության փաստաթղթից, որը որ Հայաստանը ուներ Եվրամիության հետ ստորագրած այդ գործընկերության ծրագրից միանգամից անցնում են արդեն ռազմավարական հարաբերությունների։ Սա մեծ քայլ է դեպի առաջ եւ կարծում եմ արդեն հաջորդ
քայլը կլինի Եվրամիության անդամակցությունը, ավելի ճիշտ կարգավիճակ ստանալը, ինչպես որ Վրաստանը ստացավ, որպեսզի հետո արդեն դառնա Եվրամիության անդամ Հայաստան, այսինքն հայտը պետք է ներկայացնել, հետո պետք է ստանալ տեխնացուի կարգավիճակ, հետո արդեն անդամակցել Եվրամիության, բայց առանց այն էլ հիմա, երբ որ մենք ունեցանք այսպիսի կարևոր փաստաթուղթ, սա շատ մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար։ Անկեղծ ասած չեմ հիշում, թե Վրաստանը ունի, թե չունի նման փաստաթուղթ կամ ուներ, թե չուներ Եվրամիության հետ։ Երևի ավելի հետաքրքիր, ավելի նոր ճանապարհով փորձեցին ընթանալ Եվրոպան ու Հայաստանը իրար հետ հարաբերություններ կառուցելիս եւ ձևավորեցին ռազմավարական բնույթի հարաբերություններ։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը Բրյուսելում ադրբեջանական դեսպանատանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի համար պատերազմը ավարտված է, իսկ հակամարտությունը սպառված է։ Նրա խոսքերով այժմ խաղաղությունը պետք է ամրացնել եւ դարձնել երկարաժամկետ, այսինքն ասել է այն, ինչ ասել էր Բաքվում հանդիպելիս հայ փորձագետների հետ, ու սա եւս կարծում եմ արտաքին քաղաքականության ինչ որ մեսիջ է իր մեջ պարունակում։ Ճիշտ է, մեկ-մեկ տեսնում ենք, որ Ադրբեջանը 100%-ով չի էլ կողմնորոշվել, բայց Հայաստանի կողմնորոշումը ավելի ու ավելի օրեցօր հստակ է դառնում, իսկ այս հայտարարությունները դրական կողմնորոշման մասին իհարկե վկայում ադրբեջանական կողմի այս պահի դրությամբ։ Ինչ վերաբերվում է այդ հրապարակված փաստաթղթերին, թե ինչ են բանակցել Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները Ադրբեջանի հետ, այդ փաստաթղթերը դերևս պետք է նորմալ ուսումնասիրվեն, որպեսզի նոր անենք եզրակացություն, չնայած ընդհանուր կասկածել չունեմ եւ ընդհանուր բովանդակությունը կարծում եմ թե ինձ, թե ձեզ պարզ է, սիրելի հայրենակիցներ։ Հաջորդը արդեն միջազգային կարևոր հարցերն են, եւ այստեղ Ուկրաինայի շուրջ շատ լուրջ բանակցություններ են ընթանում, Վիտկոֆը արդեն ժամանել է Մոսկվա, արդեն շրջում է Մոսկվայի փողոցներում, նախատեսված է հիմա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ, նախքան դա Վլադիմիր Պուտինը նոր քիչ առաջ հայտարարություններով է հանդես եկել։ Դրանից առաջ մենք ունենք հայտարարություններ նաև եվրոպական առաջնորդների կողմից, կանցլերը Գերմանիայի Ֆրիդրիխ Մերցը հայտարարություն է արել, որ Ուկրաինայի անկախությունը երբեք չի զիջվի, եւ դրանից բացի ինչ որ այն տարաձայնությունները, որոնք որ կան Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջև, չեն կարող լուրջ պառակտում առաջացնել։ Ու նա ասում է, որ մենք այս հարցերը քննարկել ենք Լեհաստանի վարչապետի հետ, ինչպես նաև Զելենսկիի հետ ենք քննարկել երկին Ուկրաինայի օգնելու հարցն է, ճիշտ է կան նաև տեղեկություններ, որ Լեհաստանը եւ Գերմանիան լուրջ խնդիրներ ունեն իրար հետ, նաև այդտեղ վիճաբանությունը տեղի ունեցել Գերմանիայի կանցլերի եւ Լեհաստանի վարչապետի միջև, բայց Ուկրաինայի հարցում կարծես թե նույն դիրքորոշումը ունեն թե Լեհաստանը եւ թե Գերմանիան, թե Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, այսինքն իրենց դիրքորոշումը այն է, որ Ուկրաինան չպետք է գնա լուրջ զիջումների, տարածքային զիջումների, իսկ անկախության հարցը ընդհանրապես քննարկման առարկա չէ։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է, որ հիմա արդեն հստակ լուրջ ճնշումներ կան պատժամիջոցների տեսքով Ռուսաստանի վրա, որոնք որ երբևիցե չեն եղել, այդքան հզոր, որոնք որ հիմա կան, խոսքը Դոնալդ Թրամփի կողմից մտցված այդ պատժամիջոցների մասին է, ու ասում է Մակրոնը, որ 40%-ը այդ սֆերային նավատորմի 40%-ի շնորհիվ Ռուսաստանը մեծ փող էր աշխատում եւ հիմա նաեւ դրան են հարվածում փաստացի ուկրաինացիները, մինչև Պուտինն էլ է այդ մասին խոսել, բայց մինչև դա կարևոր է ասել, որ փաստացի Մակրոնը, Սթարմերը եւ մնացած առաջնորդները նաեւ քննարկել են այն արդյունքները, որոնք որ ուկրաինական կողմը գրանցել է Ֆլորիդայում, փորձել են բոլորը մեկ դիրքորոշում ունենալ եւ դրանից հետո նոր Վիտկոֆը մեկնել է Մոսկվա, չնայած որ Վիտկոֆը շատ ու շատ պրոռուսական դիրքորոշումներ ունեցող, ասենք էլի քաղաքական գործիչ է, ասենք լավ, այդպես ասենք։
Հիմա ինչ ասել Վլադիմիր Պուտինը, այս հայտարարությունները պատահական չեն, սիրելի հայրենակիցներ, պատահական չեն այն առումով, որ բոլորը շատ լուրջ մեսիջներ են պարունակում, եւ Պուտինը Վիտկոֆի հետ հանդիպումից առաջ ասել է, որ Եվրոպան ինքն է դուրս եկել ուկրաինական կարգավորման գործընթացից, այսինքն իր դիրքորոշման պատճառով Եվրոպան խաղաղության օրակարգ չունի, ասում է Պուտինը, եւ խոչընդոտում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերին։ Այսինքն Պուտինը ասում է, որ ամերիկյան ծրագիրը շատ լավն էր, չնայած որ մենք գիտենք, որ դա ամերիկյան ծրագիրը չէր, Դոնալդ Թրամփին տվել էին դա Վիտկոֆի միջոցով հենց Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչները Կիրիլովների միջոցով, ու հիմա Վլադիմիր Պուտինը արդեն քննադատում է Եվրոպային, ասում է, որ Եվրոպան պատերազմ է ուզում, ասում է, որ մենք պատրաստ ենք, եթե ուզում են, մենք չենք պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմել Եվրոպայի հետ։ Դրանից բացի երևի շատ է ցավում Պուտինին, որ ստվերային նավատորմին է հարվածում Ուկրաինան, ասում է, եթե Ուկրաինան այդպես շարունակի, ապա իրենք կկտրեն Ուկրաինան Սև ծովից, ընդհանրապես կկտրեն Ուկրաինան Սև ծովից։ Այդպիսի հայտարարություններ եւ հայտարարություններ այն ժամանակ, երբ որ Հայաստանը եւ Եվրամիությունը ձևավորում են ռազմավարական բնույթի հարաբերություններ։ Աշխարհը ավելի է լարվում, աշխարհը ավելի շատ է գնում լարվածության, հատկապես Եվրամիությունը եւ Ռուսաստանը, հայ միջարուս նաեւ ասաց, որ եթե պատերազմ սկսվի Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ, ապա Ռուսաստանը այլևս չի կարող բանակցել Եվրոպայի հետ, այսինքն մենք պատերազմ ենք ունենալու, Պուտինը ասում է մենք բանակցենք այդ բանակում, այսինքն լուրջ սպառնալիքներ փաստացի Եվրոպայի հասցեին, բայց չի բացառում, որ նաեւ ինչ որ այդ բարձր խոսքերից հետո ինչ որ բանակցությունները առաջ ընթացել դրանց են այսօր։ Կրկնեմ, հանդիպում է նախատեսված Վիտկոֆի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ, եւ մենք չգիտենք, թե այն ինչպես կընթանա եւ ինչպես կավարտվի։ Այս պայդրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կարծում եմ վաղ ավելի մանրամասն հնարավորություն կունենանք խոսելու, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։